ես ամեն շաբաթ ինքս լինում եմ հուշահամալիրում, վերջին անգամ եղել եմ դեկտեմբերի 30-ին, դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն են աշխատանքները դադարեցվել և հունվարի 5-ից վերսկսվել են, իսկ ձեր նշված ամբողջ ժամանակահատվածում աշխատանքները ընթացքում են եղել։ Հուշահամալիրը այսօր էլ է բաց և որևէ օր չի փակվել և հուշահամալիրը բնականաբար մեծաքանակ մարդկանց համար էլ հուշահամալիրը, թանգարանը բաց են և որևէ օր և որևէ ժամ չեն փակվել։ Դրանք չեն փակվելու որևէ օր և որևէ ժամ, այդ թվում նաև ապրիլի 24-ին։ Ինչ վերաբերում է, եթե ձեր հարցը ուղղված է նրան, որ արդյոք այս պահին սկսված աշխատանքները ավարտին հասցված կլինեն, այո, և դրա համար այնտեղ արվում է անհրաժեշտ ամբողջ աշխատանքը։ Մենք արդեն սկսել ենք 3 մույթերի քարե սալերի տեղադրման աշխատանքները, այդտեղ բնականաբար լրացուցիչ մասնագիտական քննարկում տեղի ունեցավ այն պահին, երբ որ արդեն սալերը տեղադրվում էին և կարող եմ վստահաբար ասել, որ մասնագիտական հանրույթի հետ հնարավոր մասնակցային ձևաչափով քննարկվելով աշխատանքները արվում են պատշաճ որակով և իմ ամեն շաբաթյա այցելությունների ժամանակ ինձ հետ են նաև մասնագետներ և ես յուրաքանչյուր այցի ժամանակ առանձին անդրադառնում եմ մասնագիտական հնարավոր դիտարկումներին ու պետք է ասեմ, որ որևէ մտահոգություն մեր քաղաքացիները կարող են չունենալ։ Հուշարձանը այսօր էլ բաց է, ովքեր ուզում են այցելել, ապրիլի 24-ին էլ սկսված աշխատանքները ավարտված կլինեն։ Մենք շատ ակտիվ աշխատում ենք ներքին գործերի նախարարության և մյուս գործընկերների հետ և պետք է ասեմ, որ պարբերաբար երևի դուք էլ տեսնում եք հաղորդագրություններ թմրանյութերի ինչ-որ խմբաքանակներ գտնելու, դրանք հայտնաբերելու, տարբեր հանցագործ խմբեր վնասազերծելու մասով։ Մենք ինչ կարող եմ ասել, մենք մեր կողմից շատ աչալուրջ ենք, մեր բոլոր դպրոցները վստահաբար տեղեկացված են և առաջին ահազանգողն են այն դեպքերում, երբ որ նկատում են որևէ կասկածելի բան և շատ հաճախ խնդիրների մասին ահազանգում են դպրոցները։ Ցավոք, մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ թմրանյութերը մեր իրականության մասն են, մի մաս են, որը չպիտի լինի, բայց կա և դպրոցները պաշտպանելու կարիք կա։ Այստեղ ես մեր անելիքը տեսնում եմ անվտանգության ստանդարտների սահմանման և դրանց իրացման մեջ, օրինակ մենք հիմա քննարկում ենք, նայեք այստեղ դպրոցի մուտքը չէ, մենք մտանք ուղղակի դպրոց, բայց մենք առաջիկայում կունենանք նաև դպրոցի մուտքի սահմանափակող հատվածներ, որոնք որ թույլ չեն տա այսպես առանց ուրեմն խոչընդոտի մուտք գործել դպրոց։ Տեսախցիկներով հագեցումը բոլոր դպրոցներում, հատկապես ավագ դպրոցներում, որտեղ դեռահասության տարիք է, պարբերական այցերը և կապը համայնքային ոստիկանության հետ։ Ես շատ եմ կարևորում, համայնքային ոստիկանները այն մարդիկ են, ովքեր իրենք էլ պետք է աչալուրջ լինեն և աշխատեն դպրոցների հետ։ Հետևողական, համակարգված, համատեղ աշխատանք, սա պիտի անենք և մեր երեխաներին էլ զուգահեռ իրազեկենք։ Այսօր տեսակ մենք կենսաբանության դասին վնասակար սովորությունների շուրջ նախագիծ էին անում, սա ինչի մասին է։ Նրա մասին է, որ ընտրվում են այն թեմաները, որոնք նաև մեր երեխաներին կիրազեկեն վտանգների մասին և նաև կկանխարգելեն այդ վտանգներին նրանց ենթարկվելը։ Մենք այսօր ունենք բարձր վարձատրվող ուսուցիչներ և նրանց թիվը գնալով ավելանալու է, որովհետև ես արդեն նշեցի, որ ամեն երրորդ ուսուցիչը ատեստավորված է։ 24 թվականին և 25 թվականի առաջին կիսամյակ մեր դպրոցներ մուտք են գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչներ։ Դրանք մարդիկ են, որոնք մինչև այդ չեն դասավանդել դպրոցներում և 24 և 25 թվականի առաջին կիսամյակի դրությամբ 25-26 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ներողություն դրությամբ մեր դպրոցներում աշխատում են որպես ուսուցիչ։ Եվ եթե մենք նայենք նրանց բաշխվածությանը, օրինակ ըստ տարիքային կազմի, ապա կարող ենք տեսնել, որ այս ուսուցիչների կազմում շուրջ 80%-ը կազմում են մինչև 45 տարեկան մարդիկ։ Գիտեք, որ արդեն մի քանի տարի է, որ մենք տարեկան 2 անգամ ենք կազմակերպում միասնական քննությունները, որոնք ընդունելության համակարգի կարևոր բաղադրիչն են
եւ այս ուրեմն օրերին էլ դպրոցներում կմեկնարկեն համապատասխան քննական գործընթացները։ Գիտեք, որ կառավարությունը սահմանել է առնվազն 50,000 դրամ ամսական կրթաթոշակ, դրանք արդյունաբերության, գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներն են։ Եվ եթե 23-24 ուսումնական տարում, երբ մենք այս ծրագիրը նոր էինք սկսում, ունեինք 874 ուսանող, որ ընդունվեց այս ուղղությամբ առաջին տարում, այսօր արդեն ունենք 3040 ուսանողներ, որոնք որ այս ուղղություններով ընդունվել են արհեստագործական ծրագրերով սովորելու, եւ սա կարծում եմ, որ շատ լավ ցուցանիշ է, որովհետեւ մի քանի անգամ աճ է գրանցվել այն դեպքում, երբ որ նախկինում խոսում էինք, որ ընդհանրապես նույնիսկ անվճար տեղերը չեն լրացվում համակարգում։ Մենք ունենք նաև բավական լավ ցուցանիշներ այն մասնագիտություններով, որոնք բարձրագույն կրթության համակարգում ընտրվեցին որպես գերակա եւ այստեղ նույնպես սահմանվեց առնվազն 70,000 դրամ կրթաթոշակ եւ հատկապես մանկավարժական մասնագիտությունների գծով մենք շարունակաբար աճ ենք գրանցում, պետք է հիշեցնեմ, որ բնագիտական ուղղություններով ուսուցիչ դառնալ պատրաստվող սովորողներին էր առաջին հերթին ծրագիրը վերաբերում եւ այստեղ արդեն ունենք մրցութային ընդունելություն որոշ դեպքերում եւ ամեն տարվա աճը ցույց է տալիս, որ մեր ուսուցիչների հետագա լրացման հարցը նույնպես աստիճանաբար կարգավորվում է։ Պետք է կարևորեմ նաեւ ընդունելության մասով 2025-ին նոր ներդրված մի համակարգ, որը թույլ է տալիս օտարերկրյա ուսանողներին էլեկտրոնային հարթակի միջոցով դիմել մեր ուսումնական հաստատություններ։ Սա ինչու է կարևոր, որովհետև մի կողմից բարձրացնում է թափանցիկությունը գործընթացի համար, մյուս կողմից ավելի դյուրին է դարձնում օտարերկրյա ուսանողների համար դիմելու գործընթացը, եւ այդ իմաստով էլ մեր ցուցանիշները շատ լավն են։ Մենք ունեցել ենք այս տարի ավելի քան 2100 դիմում։ Ես կամավոր ատեստավորման անդրադառնալով ինքս նշեցի, որ մենք շարունակական աշխատում ենք ուսուցիչների հետ, որպեսզի ամեն տարի բարելավենք կամավոր ատեստավորման գործընթացը։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչների ներկայացուցիչներին ես ընդունել եմ, նրանց հարցերի մի մասը վերաբերում էր բուն ատեստավորման գործընթացին, մյուս մասը վերաբերում էր առավել առարկայական ծրագրին եւ չափորոշիչներին։ Մենք պայմանավորվել ենք այդ աշխատանքները կիսել երկու մասի, ինչ վերաբերում է բուն ատեստավորմանը վերաբերող հարցերին, նրանք եւս մեկ անգամ մասնագետների կողմից քննարկվել են եւ տրվել են համապատասխան հիմնավոր եւ սպառիչ պատասխանները։ Ամեն դեպքում ես պիտի հիշեցնեմ, որ ամեն 5 շաբթի ունեմ ուսուցիչների ընդունելության առանձին ժամեր, եւ եթե որևէ ուսուցչի մոտ դեռևս մնացել են հարցեր, ազատ է գրանցվելու եւ գալու հենց վաղը նախարարություն։